Այսօր ես կաշխատեմ տալ մի շարք հարցերի պատասխան, որ մարդիկ հնչեցնում են վերջին շրջանում, հատկապես այս մեր պայքարի վերաբերյալ, եւ ասեմ, որ ըստ էության այդ հարցերը այնքան էլ կարևոր չեն, որովհետև մենք միշտ ասում ենք, որ կարևոր են այն հարցերը, որոնք որ միանշանակ նպաստում են զարգացմանը։ Ես սակայն կաշխատեմ պատասխանել այնպես, որ գոնե պատասխանները նպաստեն զարգացմանը։ Եվ մինչև անցնեմ բուն նյութին, ես ուզում եմ ասել, որ հետաքրքիր է լինում կյանքը, որ անգամ չարիքը երբեմն ակամա նպաստում է ուսմունքի տարածմանը, եւ ըստ այդմ Ալեն Սիմոնյանի նպաստումը ուսմունքի տարածմանը, երբ որ մեր մասին հոլովակ տարածեց, ինչ որ ձևով հնարավոր է, որ մեկ կաթիլ գոնե, բայց մաքրի իր կարման, որովհետեւ այդ հոլովակում հնչում է ապաստրանի աղոթքը։ Եվ այդպես փորձենք քայլ առ քայլ գնանք։ Առաջինը մեզ հարցնում են, ինչու մենք հոգևոր զարգացման ճանապարհով գնացողները պայքարում ենք Նիկոլի դեմ։ Արդյոք դա շատ ավելի փոքր չէ, քան ուղի։ Այո, փոքր է միանշանակ։ Սակայն պատասխանը շատ պարզ է։ Յուրաքանչյուր մարդ, ով գնում է հոգևոր զարգացման ճանապարհով, պարտավոր է դիմակայել չարիքին։ Դա չի նշանակում ամենևին, որ մենք պետք է վազենք աշխարհով մեկ եւ տեսնենք, թե որտեղ է չարիքը, որպեսզի այդ չարիքի հետ պայքարենք։ Իհարկե, ոչ։ Դա անհնար է, որովհետև այս ամբողջությամբ քանդված փշրված աշխարհը հնարավոր չէ կպցնել։ Այն հնարավոր է միմիայն տրանսֆորմացնել սեփական զարգացմամբ։ Սակայն, երբ որ գնում ես ուղով, երբեմն ճանապարհին հենց հանդիպում ես տարաբնույթ խոչընդոտների, մարտահրավերների, որոնց պիտի պատասխանես այդ պահին։ Եվ ըստ այդմ, այդ պահին դրսևորելով կարեկցանք, պայքարելով չարիքի դեմ, մենք հենց այդպես ենք մաքրվում բոլոր խնդիրներից եւ ի վերջո հասնում արթնացմանը։ Սակայն յուրաքանչյուր քայլը փոխին ամենակարևորը մնում է երբևիցե չշեղվել ուղուց, երբևիցե չսայթակել, չսխալվել, չթողնել ուղին եւ այդպես շարունակ։ Եթե այդպես է, այդ ժամանակ հենց դրանում է դժվարությունը, դա համատեղելու, որովհետև չնայած, որ նրանք թվացյալ անհամատեղելի են, բայց միևնույնը ցանկացած բան ըստ այդմ սկսում է բխել ուղուց։ Երկրորդ հարցը, որը վերջերս էլ ավելի շատ է հնչում, ինչու մենք մեծն կատարյալ արթնացածի հետևորդներս պաշտպանում ենք հայ առաքելական եկեղեցին։ Եվ չնայած, որ այս օրերին ես բազմիցս եմ պատասխանում այդ հարցին, այնուամենայնիվ նորից կրկնվեմ։ Առաջինը, որովհետև մենք պաշտպանում ենք հավատը։ Հավատը չունի սահմաններ։ Նրանց համար, ովքեր ներքևի մակարդակում են, ովքեր նոր փորձում են ընկալել, թե ինչ է հոգևոր զարգացումը, կարևոր են անվանումները, սահմանները, կրոնի եւ այլն, բայց նրա համար, որ արդեն ինչ-որ քայլեր անցել է, ով որ հասել է գոնե ինչ-որ մակարդակի հոգևոր զարգացման մեջ, սահմանները գնալով պակասում են, նվազում են եւ ի վերջո անհայտանում։ Մեզ համար չկան սահմաններ։ Մենք չենք ընկնում սահմանումների մեջ։ Մենք չենք սահմանում Աստծուն, որովհետև գիտենք, որ այն եւ ալֆան է եւ օմեգան, եւ մենք չենք էլ մտածում սահմանելու մասին կատարյալին, եւ իր անթիվ անունները միայն ինչ որ ձևով մոտենում են նկարագրությանը։ Ըստ այդմ մենք պաշտպանում ենք ցանկացած հավատը, մեծ իմաստով։ Ու բացի դրանից, մենք ընկալում ենք, որ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին հիմնասյունն է հայ ազգի։ Իսկ մենք պայքարում ենք ազգի համար։ Ու եթե չկա հիմնասյուն, չկա նաև ազգ։ Կա միայն ինչ-որ ամորֆ զանգված, որ թուլանում է եւ աստիճանաբար ընդհանրապես պարտվում ու անհայտանում։ Եվ դրա համար պաշտպանում ենք ազգը։ Երրորդ հարցը, որ նորից մեզ հաճախ տալիս են, դա իսկ ինչու է ազգը ընդհանրապես կարևոր։ Եթե մենք ասում ենք, որ անընդմեջ մենք պայքարում ենք ազգի համար, եթե փորձում ենք պաշտպանել ազգը, ապա մեզ հարցնում են, իսկ ինչու է ազգը կարևոր։ Չէ՞ որ ամբողջ անցողիկ է։ Եվ չէ՞ որ մեծ իմաստով սահմանումներ չկան։ Այո, մեծ իմաստով տարբերություններ չկան, սակայն այդ մեծ իմաստին պետք է հասունանալ եւ հասնել։
Իսկ այստեղ եւ այժմ ազգը կարևորագույն տարր է, այն նրբերանգ է տալիս տարբեր էներգիաներին։ Եվ ըստ այդմ մարդկանց շատ հաճախ թվում է, որ հոգևոր զարգացման ճանապարհը կապ չունի ազգի հետ, ունի, չնայած որ մեծ իմաստով կարող է թվալ, որ չունի, ունի։ Եվ յուրաքանչյուր ուսմունք, երբ որ նստում է ազգի վրա, այն որոշակի ձևով փոխվում է եւ դառնում է այդ ազգի համար ավելի դյուրին, ինչպես եղավ հայ առաքելական եկեղեցու հետ եւ մեր ազգի։ Ազգը ավելի շատ տալիս է հնարավորություն մարդուն ընկալելու իր ուրույն ճանապարհը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բացառություն եմ նաեւ Տիբեթի մեծագույն արտնացած լամաների պնդմամբ։ Ըստ այդմ ինձանով չդատենք, բայց ընդհանուր առմամբ սա այդպես է։ Եվ հենց դրա համար մենք պաշտպանում ենք ազգը։ Մենք հասկանում ենք, որ ամբողջ անցողիկ է։ Մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ, թեկուզ հազարամյակներ հետո, բայց մեր ազգն էլ է անհայտանալու այս մոլորակից։ Մենք հասկանում ենք, որ այս մոլորակները ի վերջո անհայտանալու եւ չի լինի նաեւ արևը, ոչ չի լինի նաեւ ազգը, եւ ընդհանրապես ոչ մի բան չի լինի այն իմաստով, որ մենք հիմա ենք դնում եւ տեսնում, բայց դա կապ չունի։ Ինչքան էլ մենք մտածում ենք, թե ինչ կարող է լինել ապագայում, ինչքան էլ մենք մտածում ենք, թե ինչ տեղի ունեցավ անցյալում, կա միայն այս ակնթարթը։ Եվ այս ակնթարթում ուղի վրա մենք պիտի անենք ամբողջը, ինչ որ պահանջում է ուսմունքը։ Ապրենք այնպես, ինչպես ճիշտն է, անկախ դրանից, որ ամբողջը անցնելու է եւ անուն անգամ չի հիշվելու։ Սա ազգի վերաբերյալ եւ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարցերը ես միացրեցի իրար, որովհետեւ այդ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարցերը շատ դժվար է տարբերակել։ Մարդիկ ասում են՝ լավ, իսկ ինչու եք դուք այնքան սակավաթիվ, կամ ասում են՝ իսկ ինչու դուք չեք փորձում, որ շատ մարդիկ միանան ձեր ակցիաների, ձեր ինչ-որ բաների եւ այլն, ու նաեւ ասում են՝ լավ, իսկ ինչպես եք դուք պայքարում։ Որոնք են ձեր պայքարի մեթոդները։ Եվ ես այս ամբողջը կմիացնեմ ու հերթով կխոսեմ ու կսկսեմ հանրությունից, որովհետև երբ որ մեզ ասում են շատ լինենք ու շատանանք, այդ մեծամասնության եւ հանրության գաղափարից էլ ես կփորձեմ սկսել հենց այս 3 հարցերի պատասխանները։ Առաջինը հանրությունն ինձ համար կեղծ կատեգորիա է եւ երբևիցե թիրախ չի եղել հանրությունը։ Երբևիցե Իմ թիրախը մարդիկ են, յուրաքանչյուր մարդ առանձին վերցրած։ Նաև իմ թիրախը ազգն է, բայց դա չենք ձուլում հանրության հետ, որովհետև ազգն ինձ համար դա այն արժեքային համակարգն է, որը արկա է մեր ներքին էության մեջ։ Այն արխետիպերն են, որոնք որ կան, եւ ոչ ամենևին հանրությունը։ Դեռ ավելին, հանրությունը, քանի որ ենթարկվում է ու քանի որ բազմիցս ասել ենք, որ ժողովրդավարության ընդհանրապես դեմ ենք եւ հանրության այդ մեծամասնության գնահատականը ճնշող մեծամասնությամբ սխալ է։ Ինչու? Որովհետեւ մեծամասնությանը շատ ավելի հեշտ է կառավարել, շատ ավելի հեշտ է մանիպուլացնել եւ շատ ավելի հեշտ է ըստ այդմ ուղղորդել սխալ ճանապարհով։ Մենք չենք աշխատում հանրության հետ որպես այդպիսին։ Մենք հասկանում ենք ավելին, մենք հասկանում ենք, որ մանկությունից ի վեր հանրությունը պահանջում է, ոչ միայն սահմանում է, պահանջում է կարծրատիպեր, որ մանկությունից ի վեր հանրությունը ճնշում է բոլոր ունիկալությունը, որ հանրությանը շատ ավելի ընդունելի է միջակությունը եւ մեկ դեմք բոլորի համար։ Սա է հանրության նկարագրությունը եւ մենք գործ ունենք հանրության հետ։ Ամենևին Դեռ ավելին, երբ որ մենք մտածում ենք հանրության հիմնարար հանցագործություններից է հենց պնդումները մտածիր, ինչպես ես եմ մտածում, արա, ինչպես ես եմ անում, եւ այդպես շարունակ։ Մենք չունենք նման կարգեր։ Մենք ունենք ազգային արժեքային համակարգ, այո, եւ առաջնորդվում ենք դրանով, որում որ դրված են ավանդույթները։ Մենք ունենք մեծագույն ուսմունքների արժեքային համակարգը, այո, եւ ցանկացած բան ուսմունքներում բացատրվում է։ Եվ դրանով աստիճանաբար ընկալելով, խորհելով նորից եւ նորից, մենք գնում ենք զարգացման ճանապարհով։
Հանրությունը մերժում է իերարխիան, այն պարագայում, որ մենք հասկանում ենք, հակառակը, նայելով թույլերին եւ օգնելով նրանց, սովորելով նրանցից, ովքեր ավելի զարգացած են, ուրախանալով նրանց հետ, ովքեր նույն մակարդակում են, այդպես ենք գնում զարգացման ճանապարհով։ Իսկ կյանքի իմաստը թերևս միայն սա է՝ զարգանալ եւ ի վերջո հասնել արթնացման։ Այլ տարբերակներ չկան, ըստ էության չկան ընդհանրապես։ Եվ հենց դա է մեր ճանապարհը ըստ այդմ։ Տիբետում մենք ասում ենք, որ տեսեք, նույնիսկ մեկ ձեռքի մատները տարբեր են, ինչպես սпасել, որ մարդիկ էլ չլինեն տարբեր։ Տարբեր են այո, եւ դրա համար ոչ մեկին չենք մեղադրում։ Ոչ մեկ առանձին վերցրած մարդուն մենք չենք մեղադրում այդ ամբողջ կարծրատիպերի նենգափոխության, նույնականացման, միջակության եւ այլնի մեջ։ Ինչու չենք մեղադրում։ Մեղադրում ենք հանրությանը, բայց մարդկանց չէ, ինչու, որովհետև ինչպես միշտ ասում ենք, որպեսզի այդ ամբողջը ճեղքվի, անհրաժեշտ է հավատ եւ կամքի ուժ։ Եթե մարդ չունի կամքի ուժ, ես չեմ կարող մեղադրել նրան։ Ինչպես ես չեմ մեղադրի հաշմանդամին, որ ձեռք չունի ու բարևելուց չի մեկնում ինձ ձեռքը, որովհետև չունի այն։ Չունի կամքի ուժ ու ես չեմ մեղադրում։ Ցավում եմ այո, տխրում եմ այո, փորձում եմ նպաստել զարգացմանը։ Սա է մեր ճանապարհը, ու սա է մեր պայքարը։ Ըստ այդմ, երբ որ մենք փորձում ենք անցնել հետոյի, թե ինչու մենք չենք փորձում շատանալ, առաջինը ես վաղուց ընտրեցի իմ ճանապարհը, վաղուց գտա իմ ճանապարհը եւ ինչքան որ հնարավոր է թեկուս սայթակելով, թեկուս սխալվելով, բայց նորից բարձրանալով, երբևիցե չեմ հրաժարվել ուղուց, չեմ հրաժարվի երբևիցե։ Սա մեր հիմնարար ուխտն է։ Ըստ այդմ, ի սկզբանե հասկանում եմ, ուղղորդվելով մեծագույն ուսուցիչների կողմից մենք հասկանում ենք, որ գնում ենք միայնակ ռնգեղջյուրի պես։ Եվ դրա համար հասկանում ենք, որ գիտեք, այն փոքր ժամանակ բոլորը կարդում էին, գոնե մարդիկ, ովքեր ձգտում են ինչ-որ զարգացմանը, կարդում են Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգստոնի ջայը։ Մեզ համար ինքը մանկական գիրք է, որովհետև մենք գիտենք շատ ավելի մեծ բարձունքներ։ Այնուամենայնիվ ինչ-որ տարիքի համար այն շատ օգտակար է։ Շատ վաղ հասակում ես գիտեի, որ ես հենց այդ ջայն եմ։ Դրանում ոչ մի կասկած չունեի։ Բայց այստեղից գալիս է այն ճանապարհը, երբ որ ես մտածում եմ հիմա, շատ հազվագյուտ եմ օգտագործում ես բառը, ճնշող մեծամասնությամբ ուսմունք փոխանցելիս, բողոքի ակցիաներ անելիս, ցանկացած բանից ասում եմ մենք։ Ինչու մենք, որովհետև իմ գլխի վրա արկա են 3 բարձրագույն գանձերը եւ եսը վաղուց չկա։ Այդ իմաստով կարող ենք հստակ ասել, որ մեր ցանկացած գործընթացը հենց բխում է ուղուց։ Ցանկացած արարքը եւս բխում է ուղուց։ Ով որ դա չի հասկանում, մենք ցավում ենք նրանց համար։ Իմ ընկերները վանականներն են եւ վանականուհիներն են Տիբետի վանքերում։ Իսկ այստեղ եւ այժմ ես պայքարում եմ այնպես ինչպես կարող եմ։ Միանում են մարդիկ, ուրախանում ենք նրանց համար։ Չեն միանում, էլի ուրախանում ենք նրանց համար, որ վաղ թե ուշ միևնույնը կպայքարեն, այլ տարբերակ էլ չկա։ Եվ այստեղից գալիս ենք հաջորդ կետի, ինչպես ենք պայքարում, եւ այստեղից եւս մի բան, որ շատ կարևոր է, եթե մենք ուզենայինք տանել քաղաքական պայքար, մենք կիջնեինք շատ մակարդակ ներքև մեր ուղուց, էլի կմնայինք ուղու վրա, բայց շատ մակարդակ ներքև կիջնեինք եւ այնտեղ կփորձեինք քաղաքական կամ հասարակական պայքար տանել, դա մեզ հետաքրքիր չէ վաղուց։ Վաղուց դա շատ ավելի փոքր է։ Դեռ ավելին, դա ինչ-որ պատասխանատվություն է ենթադրում շատ ավելի փոքր թեկուզ, բայց այլ, որը եւս մենք չենք ուզում ստանձնել։ Մենք ստանձնել ենք վաղուց շատ ավելի մեծ պատասխանատվություն եւ մանր բաների ետևից չենք ընկնում։ Եթե լինեն քաղաքական ուժեր եւ կամ մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են եւ պատրաստ են ստանձնել քաղաքական պատասխանատվություն, եւ իրենց պատասխանատվությունը եւ արժեքային համակարգը համահունչ լինի ազգային արժեքային համակարգի հետ, մենք կսատարենք ամբողջ ուժերով, ինչպես ամբողջ տարիների ընթացքում բոլորին փորձում ենք սատարել։
Սակայն մենք գիտենք ավելի բարձր բան։ Մենք գիտենք, որ մեր հիմնարար առաքելությունը կայծեր վառելն է։ Կայծերով վառել մեծ կրակները։ Մենք հենց այն կրակամայրերն ենք, որոնց մասին բազմիցս դասերի ժամանակ խոսեցինք։ Եվ մենք հենց այս կամ այն ձևով նպաստում ենք, որ ի վերջո վառվի այն մեծագույն կրակը, որը կջնջի ամբողջ չարիքը։ Եվ ի վերջո այդ ժամանակ կլինի բարին, կլինի ազգայինը, եւ որպես ազգի հիմնասյուն հայ առաքելական եկեղեցին նորից կլինի հզոր եւ այլևս եւ ոչ մի չարիք չի կարողանա կպնել մեր սրբազան արժեքներին։